Ռուսաստանի ԱԳՆ-ն նախազգուշացում է հրապարակել Ադրբեջան մեկնող ռուսաստանցիների համար։ Ռուսաստանցիները, որոնք մեկնում են Ադրբեջան կամ պլանավորում են գնալ, պետք է ուշադիր ուսումնասիրեն ստեղծված իրավիճակը։ Ճեպազրույցում ասել է գործակալության ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Մենք ձեզ հետ կկիսվենք լրացուցիչ տեղեկատվությամբ, հավելել է նա։ Կրեմլի խոսնակն էլ հայտարարել է, որ Ռուսաստանը բանակցություններ է վարում Ադրբեջանի հետ իրավապահ մարմինների մակարդակով։ Ներկայում Ռուսաստանի քննչական կոմիտեի նախագահը մշտական կապի մեջ է Ադրբեջանի գլխավոր դատախազի հետ։ Միանշանակ է, Ռուսաստանը կպաշտպանի իր քաղաքացիների օրինական շահերը դիվանագիտական ուղիներով եւ բոլոր հնարավոր միջոցներով։ Ավելի վաղ ադրբեջանական պետական լրատվամիջոցները լուսանկարներ էին հրապարակել, որոնցում ձերբակալված ռուսները մարմնի տարբեր հատվածներում վնասվածքներ ունեն։ Իսրայելը համաձայնել է Գազայի հատվածում 60-օրյա հրադադար հաստատելու համար անհրաժեշտ պայմաններին։ Թրամփն է այս մասին գրել Truth Social-ում, շեշտել, այս ընթացքում կաշխատեն բոլոր կողմերի հետ պատերազմը դադարեցնելու համար։ Կատարն ու Եգիպտոսն էլ, որոնք միջնորդում են բանակցություններին, Համասին կներկայացնեն վերջնական առաջարկ։ Պեսկովն էլ հայտնել է, որ Ուկրաինայի հետ բանակցությունների երրորդ փուլի ամսաթիվը դեռևս որոշված չէ։